ՀՀԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը։ Դեկտեմբերի 8-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է առաքելության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էին ներքին գործերի նախարարության, ԵՄ պատվիրակության, ԵՄ հաստատությունների, Ֆրոնտեքսի ներկայացուցիչներ եւ ԵՄ անդամ պետությունների ոլորտային փորձագետներ։ Արմեն Ղազարյանն իր խոսքում նշել է, որ համապատասխան գերատեսչությունների հետ բազմակողմ քննարկումները հնարավորություն կտան ստանալ լրացուցիչ տեղեկատվություն, ինչը կնպաստի ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ առավել ամբողջական եւ խորը պատկերացումներին։ Փոխնախարարը նշել է, որ մի շարք ռազմավարական փաստաթղթեր մշակման փուլում են։ Կողմերն ընթացիկ գործընթացներում կարևորել են որակի առաջնահերթությունը, ընդգծելով, որ մշակվող փաստաթղթերը պետք է լինեն համակողմանի, կենսունակ եւ գործնականում կիրառելի, ապահովելով բարեփոխումների արդյունավետ իրականացումը։ Առաքելության անդամները բարձր գնահատելով Հայաստանի հետ կառուցողական գործընկերությունը կարևորել են գործողությունների ծրագրի օրենսդրական եւ ոլորտային քաղաքականությունների շրջանակին վերաբերող առաջին փուլի հենանիշների կատարման առաջընթացի գնահատումը։ Նշվել է, որ գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջին զեկույցը նախատեսվում է պատրաստել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ։ Նույն օրը ԵՄ գնահատման առաքելության անդամները Միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունում ծառայության պետ Նելի Դավթյանի գլխավորությամբ հանդիպել են գերատեսչության ղեկավար կազմի հետ։ Նելի Դավթյանը նշել է, որ Միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունը ՀՀԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ ներդնում է բազմակողմ եւ հետեւողական ջանքեր։ Ծառայության պետը ներկայացրել է գործողությունների ծրագրի վերաբերելի կետերը, անդրադառնալով ոլորտը կարգավորող քաղաքականության, իրավական շրջանակի, մշակվող նոր փաստաթղթերի, կենսաչափական համակարգի ներդրման, տվյալների եւ իրավական ինքնության պաշտպանության, սահմանների համալիր կառավարման, ապաստանի տրամադրման ոլորտներին, ինչպես նաեւ միգրացիայի կառավարման շղթայի այլ բաղադրիչներին։ Ծավալվել է ակտիվ քննարկում։ Դեկտեմբերի 8-ին ներքին գործերի նախարարության փրկարարծառայությունում տեղի ունեցել քաղաքացիական պաշտպանության հարցերին նվիրված սեմինար պարապմունք, որին մասնակցում էին պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով ներկաներին ընդգծել է, որ միջգերատեսչական ձևաչափով պարբերական հանդիպումները հնարավորություն են տալիս համատեղ վերլուծել ոլորտային խնդիրներն ու մշակել համակարգային լուծումներ։ Կամո Ցուցուլյանի խոսքով հանդիպման առանցքում են քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական կատարելագործումը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը եւ օպերատիվ բաղադրիչի արդյունավետության բարձրացումը, ինչի շնորհիվ բնակչության անվտանգության եւ պաշտպանվածության ոլորտում նոր որակ կապահովվի։ Զեկույցներով հանդես են եկել ներքին գործերի նախարարության փրկարարծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության եւ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։ Քննարկվել են Հայաստանում քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, ներգրավված կառույցների համագործակցության ընդլայնմանը, բնակչության իրազեկման մեխանիզմների կատարելագործմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տվյալների բազաների թվայնացման, միջգերատեսչական պլանների գործարկման եւ կառավարման համակարգի կարողությունների զարգացման ուղղություններին։ Ներկայացնելով իրենց կողմից իրականացված ծրագրերը, գերատեսչությունների ներկայացուցիչներն անդրադարձել են առկա խնդիրներին ու առաջարկել հստակ լուծումներ։ Քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման, հանրային իրազեկման արդյունավետ մեխանիզմների զարգացման, բնակչությանն օժանդակելու կարողությունների ընդլայնման ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում հարավ-արևմտյան B2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց իրացնելու կասկածանքով ոստիկանության գվարդիայի գործընկերների հետ համատեղ ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկների։ Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 64 փաթեթ, ընդհանուր 61.19 գրամ քաշով։ Պարզվել է, որ նրանք 16 փաթեթ արդեն տեղադրել էին Շենգավիթ եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում։ Կազմված փաստաթղթերը եւ ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Ճանապարհային երթևեկության անվտանգային մշակույթի ամրապնդումը եւ քաղաքացիների կյանքի ու առողջության համար ապահով միջավայրի ձևավորումը ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է։ Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը վարորդները պարտավոր են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ապահովելով թե իրենց, թե երթևեկության մյուս մասնակիցների անվտանգությունը։ Մինչ օրս բարեկային ծառայությունը 4044 վարորդի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 792-ով։ Հիշեցնենք, տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե թեթև մարդատար ավտոմոբիլների եւ մինչեւ 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարների մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 մմ եւ դրանից պակաս է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ցուցաբերել գիտակից, իրավահարկ ու օրինապահ վարքագիծ։ 250 նոր թափուր տեղ բարեկային ծառայության մայրաքաղաքի եւ մարզերի ստորաբաժանումների համար։ Ընդունելությունն իրականացվում է ոստիկանական գործ մասնագիտության բարեկ որակավորմամբ։ Կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստակամությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները։ Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում անվճար։ Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 12-ը ներառյալ։ Բարեկային ծառայություն դիմելու համար տարիքային սահմանափակում չկա։ Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, եւ նրանք նշանակվում են ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության պաշտոններում։ 2025 թվականի հունիս ամսից ոստիկանությունում գործարկվել է SafeU առցանց անվտանգ բջջային հավելվածը։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերին արագ արձագանքելու եւ լատենտային բնույթ կրող դեպքերը բացահայտելու նպատակով SafeU-ն ապահովում է առավել արագ արձագանքում։ Հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց կանչ կոճակի միջոցով արագ ահազանգել ոստիկանություն եւ ստանալ համապատասխան աջակցություն։ Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից հավելվածն անվտանգ է, չունի անձնական տվյալների արտահոսքի ռիսկեր։ Հավելվածը մշակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ եւ ինտեգրվել ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում։ Ներքին գործերի նախարարության հաշվառման քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին՝ դեկտեմբերի 6-ին, 13-ին եւ 20-ին Երևանի եւ մարզերի հաշվառման քննական ստորաբաժանումների համար սահմանվել են աշխատանքային օրեր ժամը 9-ից մինչև 18 ներառյալ։ Քաղաքացիները գործարք կատարելու համար կարող են նախապես հերթագրվել roadpolice.am հարթակի, ինչպես նաև Early One Mobile հավելվածի միջոցով եւ սպասարկվել իրենց հարմար ժամերին։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզաների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ, կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։